Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն, տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, отвечаю на ваши вопросы, и еще идет диагностика. Есть негативная энергетика, порча, проклятие или нету. Делаю чистку, ставлю защиту, делаю разные ритуалы. Для каждого человека составляю индивидуальную астрологическую матрицу, натальную карту. Если вам нужна моя помощь, дорогие мои подписчики, обращайтесь. Я людей принимаю себя в доме, еще работаю онлайн с помощью видеозвонка. Սիրելիներս, այսօր որոշել եմ նորից մտնել իմ 2 ժամյա եթեր, որտեղ որ փորձելու եմ պատասխանել ձեր հարցերին։ Որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր սոցիալական վիճակը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ոլորտը, ինչ ոլորտին է վերաբերվում ձեր հարցը։ Բացի դրանից, սիրելիներս, նկատի ունեցեք, իմ եթերները իրենք յուրահատուկ եթերներ են, եթե ցանկանում եք իմանալ ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզ, կա որևէ մի տեսակի նեգատիվ էներգետիկա, դուք դա նույնպես կարող եք այդ հարցը տալ, եւ ես այդ հարցին նույնպես կպատասխանեմ։ Բացի դրանից, եթե եթերի ընթացքում ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր խնդրումը, ինչ տեսակի բարդությունը, թուղթուգրի անեծքի նեգատիվի արդյունք է, ես դա нույնպես կբարձրացնեմ։ Дорогие мои подписчики, я знаю, что многие мои подписчики, они русскоязычные. Вы тоже можете давать ваши вопросы. Пишите ваше имя, ваша дата рождения, сколько вам лет, и обязательно какой сфере ваш вопрос, чтобы я могла еще четче на ваши вопросы отвечать. Այսքանը սիրելիներս, սկսում ենք մեր ուղիղ եթերը։ Զարա Արգամ, կբաժանվեք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զարայի և Արգամի համար։ Ընդհանրապես սիրելի Զարա, սիրելի Արգամ, Ձեր բաժանության հիմնական պատճառը թուղթուգիրը եւ անեծքն է։ Եթե դուք կա այս նեգատիվը ինքնըստինքյան 100% կլինի բաժանություն, որպեսզի այդ բաժանությունից դուք խուսափեք, սիրելի Զարա, սիրելի Արգամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից ձերբազատվեք եւ հնարավոր է որ դրանից հետո ձեր հարաբերությունները
կագնվի։ Նաև եթե ձեր վրա կա նման ձևի նեգատիվ, դուք առանց դրանել իրար հետ որ հարաբերություն չունենաք, դուք առանձին էլ չեք կարողանա ձեր անձնական կյանքը դասավորել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հնարավոր է ձեր անձնական ոլորտում լինի հաշտություն, նաև ձեր անձնական կյանքում լինի երջանկություն։ Էմմա Գարուն անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էմմայի և Գարունի համար։ Էմմա Գարուն Կա խնդիրներ ձեր տան մեջ, սիրելի Էմմա, կա ֆինանսական խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, այո, ձեր մոտ ցույց է տալիս, որ հնարավոր է պարտքեր, հնարավոր է աշխատանքի գտնելու հետ կապված բարդություններ և խնդիրներ, հնարավոր է և այս ֆինանսական խնդիրը որոշակի ձևով ձեր անձնական կյանքի վրա է ազդում։ Սակայն գիտեք ինչ, սիրելի Էմմա, սիրելի Գարուն, ճիշտ է, կա խնդիրներ, հատկապես ֆինանսական ոլորտում, որը որոշակի ձևով մտահանում է նաև ձեր անձնական հարաբերությունները, բայց ցույց է տալիս, որ այդ տարօրինակ իրավիճակը ժամանակավոր է և ձեր կյանքի մեջ կմտնի և հաջողության ժամանակահատված, և ձեր անձնական ոլորտում, նաև ձեր ֆինանսական ոլորտում։ Այդ դժվարությունները, այդ նեղությունները ժամանակավոր են։ Դուք դրանցից հաղթանակով դուրս եք գալու։ Հակոբ 54 տարեկան, ինչ է սպասվում։ Հակոբ 54 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հակոբի համար։ Սիրելի Հակոբ, սպասվում է երազանքների նպատակների կատարում։ Ինչ-որ նպատակ ունեք, ինչ-որ երազանք ունեք, դրանք կատարվում են։ Եթե նույնիսկ խնդիրներ և պրոբլեմներ կա, սիրելի Հակոբ, այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում։ Ձեր դեմ հաջողության ժամանակահատված է ցույց տալիս։ Եթե նույնիսկ կային առողջական խնդիրներ և ձեր ֆիզիոլոգիական մարմնի մեջ, նաև ձեր խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում, այդ խնդիրներից դուք կարողանալու եք ձերբազատվել։ Անուշ 48 տարեկան, կա նեգատիվ թե ոչ։ Անուշ 48 տարեկան, կա նեգատիվ թե ոչ։ Սիրելի Անուշ, այո, կա նեգատիվ, դուք լավ էլ զգում եք, ձեր ներքին ձայնը, ձեր ինտուիցիան հուշում է, որ ձեր կյանքի մեջ եղած բոլոր պրոբլեմների պատճառը դա թուղթուկրի անեզքի նեգատիվի արդյունքն է։ Ձեր կյանքի մեջ ոնց որ դուք կանգնած լինեք, շարժվում եք, բայց առաջընթաց չկա, նույնիսկ կանգնած վիճակ չէ, սիրելի Անուշ, հետընթաց եք ապրում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և ձեր կյանքի անիվը, հաջողության անիվը կսկսե առաջ շարժվել, որովհետև ցույց է տալիս, որ ձեր հաջողության անիվը ամբողջովին անգործության է մատնված։ Այո, կա նեգատիվ, այդ նեգատիվից թուղթուկրից անհրաժեշտ է մաքրվել։ Լուսինե Գալուստ, կշփվեք, կշարունակեք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի և Գալուստի համար։ Կշփվեք իրար հետ թե ոչ, շարունակություն կլինի թե ոչ։ Ոչ, ձեր հարաբերությունների մեջ չեմ տեսնում շարունակություն, բացի դրանից, որ հարաբերությունների մեջ չի լինի շարունակություն, սիրելի Լուսինե, ձեր մոտ ցույց է տալիս, որ և տղայի և կնոջ վրա կա թուղթուկիր։ Իրանք իրար հետ էլ չեն կարողանա իրենց հարաբերությունները դասավորել, բացի դրանից առանձին դուք չեք կարողանա ձեր անձնական հարաբերությունները կարգավորել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման
մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական հարաբերություն, որպեսզի լինի երջանկություն։ Քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում շփում, չեմ տեսնում անձնական երջանկություն։ Լիլիթ 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 25 տարեկան անձնական։ Սիրելի Լիլիթ, ձեր անձնական կյանքի մեջ ցույց է տալիս, որ հաջողություն կա։ Ճիշտ է, ինչ-որ խնդիրներ կար, որը ձեր մեջ վախեր մտցրել, որը ձեր մեջ ինչ-որ հոգեբանական դժվարության առաջ էր կանգնեցրել, բայց դուք այդ իրավիճակից դուրս եք գալիս, ձեր անձնական կյանքի մեջ ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Արմինե 36 տարեկան անձնական։ Արմինե 36 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուկես, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ձեր անձնականը ամբողջովին քանդված է, ամբողջովին փլուզված է։ Դուք կանգնած եք ավերակների առաջ։ Դուք գիտեք ինչ, ձեզ թվում է, թե շարժվում եք, էս է ձեր անձնականը կկատարվի, տարօրինակ իրավիճակ է լինում եւ ձեր այդ անձնականը ամբողջովին քանդվում է, ձեր ոտքերի տակ փլուզված իրավիճակ է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս ճահիճը ձեր վրայից մաքրեք եւ կլինի անձնական երջանկություն։ Ձեր անձնական դժբախտության պատճառը թուղթուկիրը եւ անեզքն է։ Իհարկե դուք ասում եք, որ ես կկարողանամ մաքրման գործողություն կատարել, այո, ես էքստրասենս եմ, պայծառատես եմ, ես իմ բիոէներգետիկ դաշտով աշխատում եմ մարդկանց հետ, ես կարողանում եմ մարդկանց վրայից այդ նեգատիվ էներգետիկան, այդ թուղթուկրերը, անեզքները մաքրել եւ նույնիսկ պաշտպանություն տնել եւ շատ այլ ծիսակարգեր կատարել։ Արմինե 41 տարեկան անձնական։ Արմինե 41 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, եւ ձեր ֆինանսական ոլորտում, եւ ձեր անձնական ոլորտում գլխի վրա դարած է ձեր անձնականը։ Գիտեք ինչ, սիրելի Արմինե, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, բայց ցույց է տալիս, որ պրոբլեմներից կարողանալու եք ձերբազատվել եւ ձեր անձնական եւ ձեր ֆինանսական ոլորտում մտնելու է հաջողություն։ Գիտեք ինչ, ոնց որ թե ինչքան դժվարություն կա, նեղություն կա թողնում եք անցյալում եւ ձեր դեմ մեծ հաջողություն է։ Եթե դուք պետական դռների հետ կապված խնդիրներ, պրոբլեմներ ունեք, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Արման 35 տարեկան անձնական։ Արման 35 տարեկան անձնական։ Սիրելի Արման, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է անձնական երջանկություն, ուղղակի շատ փոքր ժամանակահատված հետո կլինի անձնական հաջողություն, կլինի երջանկություն, սիրելի Արման։ Նելի 27 տարեկան անձնական։ Նելի 27 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Նելի, ձեր անձնական ոլորտում։ Սիրելի Նելի, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուկիր, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Դուք անընդհատ փակողու առաջ եք կանգնած։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս անեզքը, այս թուղթուկիրը ձեր վրայից մաքրեք, սիրելի Նելի, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Կարինա 20 տարեկան անձնական։
Կարինա 20 տարեկան անձնական Սիրելի Կարինե, ցույց է տալիս, որ ձեր եւ ֆինանսական ոլորտում կա դժվարություն, աշխատանքային ոլորտում, մասնագիտական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում։ Սիրելի Կարինե, փակված է եւ ձեր ֆինանսականը, փակված է եւ ձեր անձնականը։ Ձեր ազգը եւ հայրական եւ մայրական ազգը ամբողջովին նեգատիվի տակ է։ Դրա պատճառով ոչ աշխատանքային ոլորտն է լավ, ոչ ֆինանսական ոլորտն է լավ, ոչ էլ անձնական ոլորտն է լավ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Կարինա, նոր անձնական կլինի, նոր ֆինանսական հաջողություն կլինի։ Հրիփսիմե 27 տարեկան գործնական Հրիփսիմե 27 տարեկան գործնական Սիրելի Հրիփսիմե ձեր գործնականը փակված է, կա ֆինանսական խնդիրներ, այո, դուք կանգնած եք վտանգավոր իրավիճակի առաջ, սիրելի Հրիփսիմե, ոնց որ ֆինանսական փակուղու առաջ եք կանգնած, հնարավոր է պարտքեր, հնարավոր է վարկեր, հնարավոր է պետական բանկային համակարգի, ֆինանսական համակարգի հետ խնդիրներ, հնարավոր է աշխատանք կորցնելու առաջ կանգնած իրավիճակ, հնարավոր է չեք կարողանում աշխատանք գտնել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր հիմնական պրոբլեմը գործնական ոլորտում, ֆինանսական ոլորտում դա թուղթուգրի եւ նեգատիվի անեծքի արդյունք է։ Այս նեգատիվը, այս անեծքը ոչ միայն ձեր ֆինանսական ոլորտի վրա է ազդում, նաեւ ձեր անձնական ոլորտի վրա է ազդում, ձեր առողջական, ֆիզիոլոգիական մարմնի վրա է ազդում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի եւ անձնական հաջողություն, եւ ֆինանսական հաջողություն եւ անձնական երջանկություն։ Անտոն Անի, կմեկնեք Ռուսաստան, թե ոչ։ Անտոն Անի, կմեկնեք Ռուսաստան, թե ոչ։ Տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Անտոնին եւ սիրելի Անին։ Այո, որոշակի դժվարություններ կա ձեր ֆինանսական ոլորտում, կմեկնեք, ճիշտ է, սկզբից մի քիչ դժվար կլինի, բայց հետագայում ձեր կյանքի մեջ հաջողության ժամանակահատված կմտնի, կմեկնեք դուք Ռուսաստան։ Արթուր Տատևիկ, բաժանում կլինի, թե ոչ։ Արթուր Տատևիկ, բաժանում կլինի, թե ոչ։ Ընդհանրապես կա ֆինանսական խնդիրներ ձեր կյանքի մեջ։ Ցույց է տալիս, որ ձեր հարաբերությունների մեջ սառնություն է։ Այո, բաժանում եմ տեսնում, այո, փախուստ եմ տեսնում, կա խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, որի պատճառով փախուստ է ցույց տալիս։ Գիտեք ինչ կլինի բաժանում, տեսնում եմ բաժանություն։ Դուք ոնց որ իրար համապատասխան չլինեք։ Օսաննա 42 տարեկան անձնական Օսաննա 42 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Օսաննայի համար։ Սիրելի Օսաննա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, աստվածային ուժերի կամքով դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, ցույց է տալիս անձնական երջանկություն։ Ինչ երազանք եւ նպատակ ունեք, դրանք կատարվելու են։
Արմինկա 50 տարեկան ֆինանսական անձնական Արմինկա 50 տարեկան ֆինանսական անձնական Սիրելի Արմինկա, եւ ձեր անձնականն է փակված, եւ ձեր ֆինանսականն է փակված, դուք վազում եք աբարձյուն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որովհետև եթե դուք այս նեգատիվից չմաքրվեք, ավելի վատ փակողու առաջ եք կանգնելու, ինչեր ունեք դրանքել եք կորցնելու, սիրելիս դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի եւ անձնական հաջողություն, նաեւ կլինի ֆինանսական հաջողություն։ Սամվել 46 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար Սամվել 46 տարեկան անձնական Սիրելի Սամվել փակված է ձեր անձնականը չկա քանդված է ձեր անձնականը ձեր վրա կա նեգատիվ հնարավոր է եւ թուղթուգիր հնարավոր է եւ անեսք դրա պատճառով դուք ամբողջովին անձնականը քանդված է հիմքեր չունեք խնդիրները շատ են եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում սիրելի Սամվել դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի այս նեգատիվ էներգետիկան այս կախարդանքը այս մագիան ձեր վրայից մաքրեք կլինի անձնական փակված է քանդված է ամբողջովին ձեր անձնականը Բարևձեզ գրանցվեք իմ ալիքներին շնորհակալ եմ ձեր գրանցումների համար ձեր նվերների համար ձեր լավ խոսքերի համար Հայկանուշ 21 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հայկանուշի համար Հայկանուշ 21 տարեկան անձնական Սիրելի Հայկանուշ ձեր մայրական ազգի վրա կա անեծք ձեր անձնականը փակված է դուք ուշադրություն դարձրեք եթե ունեք մորաքուր եթե ունեք մոր եղբայր իրենց մոտ իրենց երեխաների մոտ նույն կարգավիճակն է սիրելի Հայկանուշ ձեր վրա կա նեգատիվ ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա անեծք որի պատճառով անձնական չկա բացակայում է դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի այս նեգատիվը այս անեծքը ձեր վրայից մաքրեք կլինի անձնական երջանկություն քանի սա կա փակված է ձեր մոտ անձնականը սիրելի Հայկանուշ Բարևձեզ Բարևձեզ սիրելիներս բարևձեզ Գոր 18 տարեկան անձնական Գոր 18 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար
Սիրելի կոր, ձեր անձնականը նույնպես փակված է, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, կա խնդիրներ անձնական ոլորտում, գործնական ոլորտում, նույնիսկ հնարավոր է առողջական խնդիրներ, սիրելի կոր, այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր անձնականը, ոչ միայն անձնականը, եւ գործնականը, եւ ֆինանսականը, ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, ինչ որ ձևով կարող է ձեր էներգիան տալով, ինչ որ ձևով առաջ գնաք, բայց որոշակի ժամանակ հետո այս նեգատիվը մեկ է ամբողջովին նորից փակելու է ձեր հաջողության ճանապարհը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի կոր, որպեսզի լինի անձնական հաջողություն, փակված է ձեր անձնականը ամբողջովին։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այո, կարող եք ինձ դիմել, կարող եք ինձ դիմել։ Արփիկ 56 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփիկի համար։ Արփիկ 56 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Արփիկ, ձեր անձնական ոլորտում, ձեր գործնական ոլորտում, ձեր աշխատանքային ոլորտում, կա խնդիրներ, կա ֆինանսական բարդություններ, պարկեր, վարկեր, սիրելի Արփիկ, ձեր հիմնական խնդիրը դա թուղթուկրի, նեգատիվի, կախարդանքի եւ մագիայի արդյունք է։ Գիտեք ինչ, ամբողջովին փակուղու առաջ եք, ոչ մի բան չկա։ Ձեր 4 կողմը ամեն ինչ թերի է, ոչ մի ավարտուն ոլորտ չկա ձեր կյանքի մեջ, ամեն ինչ թերի է, ամեն ինչ կիսատ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, այս թուղթուկիրը անեծքը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն, դատարկության առաջ եք կանգնած, ոչ մի բան չկա։ Աննա 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա Աննա 47 տարեկան անձնական։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, սիրելի Աննա, բայց այդ խնդիրները լուծվում են։ Ճիշտ է, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծվում են։ Սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում բարդությունները, դժվարությունները, դրանք ժամանակավոր են, շատ մոտ ժամանակահատվածում դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից կձերբազատվեք եւ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողության ժամանակահատված։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լավ մեկնաբանությունների համար, շնորհակալ եմ շատ։ Արթուր 22 տարեկան անձնական։ Արթուր 22 տարեկան անձնական։ Սիրելի Արթուր, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արթուր, ձեր երազանքը նպատակը կատարվում է։
Ընդհանրապես ես պարտադիր չէ լայքերի քանակով եմ նայում, մարդիկ հարցերը տալիս են, նայում եմ, լավ կլինի, որ սիրելիներս լայքեր տնեք, ձեր նվերները ուղարկեք, որպեսզի մեր մեջ էներգիայի փոխակերպում լինի, ես իմ էներգիան եմ տալիս, դուք էլ նման ձևով ձեր էներգիան տաք, կարող եք նայել գրանցվել իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը հայտնել։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Հասմիկ 41 տարեկան կորզնական։ Հասմիկ 41 տարեկան կորզնական։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, եւ կորզնականն է փակված, եւ ազնականն է փակված, նաեւ կա առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն, որովհետեւ հիմա դուք կանգնած եք խնդիրների, պրոբլեմների առաջ, քանի այս նեգատիվը ձեր վրա մնա, սիրելի Հասմիկ, այդ պրոբլեմները, այդ խնդիրները ավելի են բարդանալու, ավելի են անլուծելի դառնալու։ Այո, ես ինքս մարդկանց ընդունում եմ, ինքս մարդկանց հետ աշխատում եմ։ Անի Միքայել, ազնական, տեսնենք ինչ է ցույց տալիս տիեզերքը մեր սիրելի Անիի Միքայելի համար։ Անի Միքայել, ազնական։ Կան խնդիրներ, սիրելի Անի, սիրելի Միքայել, ձեր անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Անի, սիրելի Միքայել, կան խնդիրներ, բայց որոշակի ժամանակ հետո այդ խնդիրներից դուք դուրս եք գալիս։ Խնդիրները եւ ձեր անձնական ոլորտում է, եւ ձեր ֆինանսական ոլորտում է, բայց դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս։ Ուղղակի որոշակի համբերություն եւ որոշակի ժամանակ։ Երբ որ ուղ եթերս վերջացնեմ, անձնականով գրեք, ես ձեզ կբացատրեմ իմ հասցեն, կարող եք այցելել, ես Երևանում եմ։ Ուղ եթերից հետո գրեք, ես ձեզ կբացատրեմ։ Թերմինե 23 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի Թերմինեի համար։ Թերմինե 23 տարեկան, անձնական։ Սիրելի Թերմինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք, նպատակներ, որ ունեք, սիրելի Թերմինե, ձեր այդ երազանքը, նպատակները կատարվում են, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Արման Նանե, քայլ երբ կանի։ Արման Նանե, քայլ երբ կանի անձնական ոլորտում։ Արման Նանե։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուգիր եւ Արմանի եւ Նանեի վրա, որի պատճառով ձեր անձնական հարաբերությունները ամբողջովին սառած է եւ հնարավոր է, որ քայլել չանի։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ եւ Արմանի եւ Նանեի վրա կա թուղթուգիր, կա անեծք, առանձին է դուք չեք կարողանա ձեր անձնական կյանքը դասավորել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս ձեր սերունդների վրայից եղած անեծքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն, քանի այս նեգատիվը կա, քայլ չի անի, քնած եղել է, քնած է կմնա։ Արմինե Արթուր, կմիանաք թե ոչ։ Արմինե Արթուր, կմիանաք թե ոչ։
Այո, սիրելի Արմինե, սիրելի Արտուր, կմիանաք, դուք կմիանաք, միություն կլինի։ Թամարա 22 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա ընդհանուր։ Սիրելի Թամարա, հաջողություն է ցույց տալիս եւ ձեր անձնական ոլորտում, եւ ձեր գործնական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, ազատվում եք, սիրելի Թամարա, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր այդ երազանքներն ու նպատակները կատարվում են։ Անուշ 39 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 39 տարեկան ընդհանուր։ Սիրելի Անուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ընդհանուր ամբողջովին փակված է եւ անձնականը, եւ գործնականը, եւ ֆինանսականը։ Ձեզ թվում է, թե շարժվում եք, առաջ եք գնում, ընդհակառակը ձեր յուրաքանչյուր օր նման է նախկին օրվան, քանի գնում այնքան դժվարանում է ձեր կյանքը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից ձերբազատվեք եւ ձեր անձնական եւ գործնական եւ ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելի Անուշ, քանի կա այս նեգատիվը խնդիրները, քանի գնան ավելի կշատանան։ Ինգա 25 տարեկան անձնական։ Ինգա 25 տարեկան անձնական։ Սիրելի Ինգա, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, ձեր անձնականի վրա կա մագիա, ձեր անձնականի վրա կա կախարդանք, որի պատճառով ձեր անձնականը ամբողջովին փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, դուք էլ գիտեք, որ ձեր անձնականը փակված է, սիրելի Ինգա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի անձնական հաջողություն, կլինի երջանկություն։ Դավիթ Թերմինե, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի եւ մեր սիրելի Թերմինեի համար։ Ինչ է սպասվում։ Դավիթ Թերմինե։ Սիրելի Դավիթ, սիրելի Թերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով հաջողություն ցույց չի տալիս։ Ընդհակառակը խնդիրներ, պրոբլեմներ, որը հնարավոր է քանի գնա այնքան շատանա, այնքան բարդությունների առաջ կանգնեք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Դավիթ, սիրելի Թերմինե, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի անձնական հաջողություն, կլինի ֆինանսական հաջողություն, քանի կա այս նեգատիվը ավելի վտանգավոր իրավիճակների առաջ եք կանգնելու դուք։ Գարիկ Անժելա, երբ կունենաք երեխա։ Գարիկ Անժելա, երբ կունենաք երեխա։ Ընդհանրապես դուք կունենաք երեխա, եւ մի հատ երեխա չէ, դուք երեխա կունենաք։ Սիրելի Գարիկ, սիրելի Անժելա, դուք երեխա կունենաք եւ շատ մոտ ժամանակահատվածում կլինի այդ բալիկի բեղմնավորումը, դուք երեխա կունենաք։
Ռազմիկ Մարինե։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռազմիկի եւ մեր սիրելի Մարինեի ապագայի մասին։ Ռազմիկ Մարինե ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ հաջողություն է մտնելու, անձնական երջանկություն է ցույց տալիս, ձեր հարաբերությունների մեջ առաջխաղացում է ցույց տալիս, սիրելի Ռազմիկ, սիրելի Մարինե։ Ռիմա 33 տարեկան ընդհանուր։ Ռիմա 33 տարեկան ընդհանուր։ Սիրելի Ռիմա, ձեր կյանքի մեջ հաջողության ժամանակահատված է։ Ինչ երազանք, ինչ նպատակ որ ունեք, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում դրանք կատարվում են։ Եթե կա խնդիրներ, կա խնդիրներ, դուք այդ խնդիրները, խնդիրները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության, երջանկության ժամանակահատված։ Ամալիա 23 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ամալիայի համար։ Ամալիա 23 տարեկան ընդհանուր։ Սիրելի Ամալիա, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է ձեր հայրական ազգի վրայից է գալիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, դուք եք լավ հասկանում, որ ձեր մոտ ամեն ինչ փակված է, ամեն ինչ փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի անձնական եւ ֆինանսական հաջողություն։ Չափահասներին եմ միայն նայում, անչափահասներին չեմ նայում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Էրիկ 20 տարեկան ընդհանուր։ Էրիկ 20 տարեկան ընդհանուր։ Սիրելի Էրիկ, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Էրիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Հաջողություն է մտնում ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Կայանե 37 տարեկան անձնական։ Կայանե 37 տարեկան անձնական։ Սիրելի Կայանե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կայանե, ձեր անձնական ոլորտում, ձեր այդ երազանքն ու նպատակը կատարվում է։ Անցյալում եք թողնում խնդիրները, անցյալում եք թողնում դժբախտությունն ու ցավերն ու խնդիրները, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակաշրջան, սիրելի Կայանե։ Ես ցեզանից եմ շնորհակալ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։
Դայանա 20 տարեկան անձնական Դայանա 20 տարեկան անձնական Սիրելի Դայանա, ձեր անձնական ոլորտում Սամչան զիպչուր կբերես Սիրելի Դայանա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք եւ նպատակ ունեք, դրանք կատարվում են, սիրելի Դայանա Բարևձեզ Նիգար 54 տարեկան անձնական Նիգար 54 տարեկան անձնական Սիրելի Նիգար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, մաքրվեք այս թուղթուգրից, մաքրվեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական հաջողություն Բարևձեզ Շնորհակալ եմ ձեր նվերների համար Գրանցվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կկարողանաք հայտնել Բարևձեզ Խաչիկ 24 տարեկան անձնական Խաչիկ 24 տարեկան անձնական Կա խնդիրներ, սիրելի Խաչիկ, ձեր անձնական ոլորտում, ոնց որ չի ստացվում, ցանկանում ես այդ իրավիճակից դուրս գալ, սիրելի Խաչիկ, եւ անձնական, եւ գործնական ոլորտում ցույց է տալիս, որ կա խնդիրներ։ Սիրելի Խաչիկ, ձեր հայրական ազգը անեզքի տակ է, դրա պատճառով ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Խաչիկ, եւ նոր կլինի եւ անձնական եւ գործնական։ Քանի այս նեգատիվը կա, դուք ինչ անում եք, ինքը քանդում է։ Բարևձեզ Լևոն 35 տարեկան անձնական Լևոն անձնական Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի համար Սիրում ծետին, սիրում բաժը Լևոն անձնական Սիրելի Լևոն, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լևոն, դրանք կատարվում են, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր բարի խոսքերի, բարի մաղթանքների համար։ Գրանցվեք իմ ալիքներից, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ։ Գայանե 40 տարեկան անձնական Գայանե 40 տարեկան անձնական Սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս հաղթանակով։ Նեղությունը, դժվարությունը թողնում եք դրսում։ Կա պրոբլեմներ, բայց դուք այդ պրոբլեմից դուրս եք գալիս հաղթանակով։
ինչ խնդիրներ որ կան, դրանք լուծվում են, այդ պրոբլեմները լուծվում են, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում, սիրելի Գայանե։ Բարև ձեզ։ Քրիստինե, 47 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե, 47 տարեկան։ Սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, եւ կառողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, հաջողություն չկա, սիրելի Քրիստինե։ Միկա 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միկայի համար, Միկա 34 տարեկան, ֆինանսական, Սիրելի Միկա, ճիշտ է, ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, բայց նաև կա հաղթանակ։ Դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս հաջողությամբ։ Հաջողություն է սպասում ձեր ֆինանսական ոլորտում։ Հասմիկ 35 տարեկան անձնական։ Հասմիկ 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Սիրելի Հասմիկ, ձեր անձնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, հաղթանակ է ցույց տալիս, երազանքների նպատակների կատարում է ցույց տալիս, եթե կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Հասմիկ, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Անահիտ 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 19 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, կա անեզք, կա նեգատիվ։ Փակված է ձեր անձնականը, սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից հանեք, դուք դեռ երիտասարդ եք եւ կլինի անձնական հաջողություն, կլինի երջանկություն, քանի այս կախարդանքն ու մագիան կա, խնդիրներ կլինի, բարդություններ կլինի եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Անուշ Գուրգեն, կամուսնանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի եւ Գուրգենի համար։ Անուշ Գուրգեն, կամուսնանաք թե ոչ։ Այո, կամուսնանաք, սիրելի Անուշ, սիրելի Գուրգեն, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում, կամուսնանաք։ Միրարդ, Հերմինե 21 տարեկան ընդհանուր։ Շնորհակալ եմ, գրանցվեք իմ ալիքներին։ Հերմինե 21 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հերմինե, հաջողություն է ցույց տալիս ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, այդ խնդիրները, պրոբլեմները լուծելի են։ Բարև ձեզ։ Ռուսլան 33 տարեկան ֆինանսական։
Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուսլանի համար։ Ռուսլան 33 տարեկան ֆինանսական Սիրելի Ռուսլան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, փակված է եւ անձնականը, փակված է եւ ֆինանսականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի եւ անձնական հաջողություն, կլինի նաեւ ֆինանսական հաջողություն, փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Ռուսլան, Արմինե 20 տարեկան անձնական Արմինե 20 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Արմինե ձեր անձնական ոլորտում սիրելի Արմինե ձեր անձնականը փակված է ձեր վրա կա անեծք հնարավոր է եւ հայրական եւ մայրական ազգի հետ կապված որի պատճառով ձեր անձնականը փակված է դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք սիրելի Արմինե կլինի անձնական կլինի երջանկություն քանի այս նեգատիվը կա ոչ մի հաջողություն չկա սիրելի Արմինե դա թե վաշտուր ամուսնություն կլինի թե ոչ դա թե վաշտուր ամուսնություն կլինի թե ոչ Սիրելի Տաթև, սիրելի Արտուր, ձեր վրա կա թուղթուգիր եւ Տաթևի եւ Արտուրի կա անեծք, որի պատճառով ամուսնություն չի լինի։ Ոչ միայն ձեր միջև դուք չեք էլ կարողանա առանձին ուրիշ մարդկանց հետ ձեր հարաբերությունները դասավորել։ Ձեր ազնական դժբախտության պատճառը թուղթուգիրը եւ անեծքն է դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ հնարավոր է նաեւ լինի ամուսնություն Սամվել 46 տարեկան անձնական Սամվել 46 տարեկան անձնական Սիրելի Սամվել, կա հաջողություն ձեր անձնական ոլորտում, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կան, այդ խնդիրները, պրոբլեմները լուծել են, այդ խնդիրներն ու պրոբլեմները ժամանակավոր են եւ հաղթահարելի են։ Աշոտ 18 տարեկան անձնական Աշոտ 18 տարեկան անձնական Սիրելի Աշոտ, ձեր անձնական ոլորտում, ձեր գործնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, սիրելի Աշոտ, ձեր երազանքները եւ նպատակները կատարվում են։ Արփինե 45 տարեկան անձնական Արփինե 45 տարեկան անձնական Սիրելի Արփինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արփինե, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է։ Դժբախտությունը, դժվարությունը, խնդիրն ու պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ սկսվում է հաջողության եւ երջանկության ժամանակահատված։ Մարինե 42 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար Մարինե 42 տարեկան ֆինանսական Սիրելի Մարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ամբողջովին փակված է ֆինանսականը,
փակված է եւ անձնագանը կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մարինե, նոր կլինի ֆինանսական հաջողություն, նոր կլինի անձնական երջանկություն։ Հերմինե 21 տարեկան, տեսնենք ինչ խորհուրդ է տալիս Հերմինեին տիեզերքը։ Հերմինե 21 տարեկան, տեսնենք ինչ ես ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեին։ Սիրելի Հերմինե, տիեզերքը ձեզ խորհուրդ է տալիս, որ ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ձեր մոտ ամեն ինչ փակված է, հաջողություն չկա, ճիշտ է, երիտասարդ եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն։ Տիեզերքը ձեզ խորհուրդ է տալիս, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաղթանակ եւ հաջողություն, երջանկություն, այս նեգատիվից ձերբազատվեք։ Փակված է ձեր հաջողության ճանապարհը, սիրելի Հերմինե։ Աիդա 67 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աիդայի համար։ Աիդա 67 տարեկան, անձնական։ Սիրելի Աիդա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր մայրական ազգի վրա կա անեզք, փակված է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից եւ կլինի անձնական, եւ կլինի երջանկություն, եւ կլինի հաջողություն։ Փակված էր սիրելի Հերմինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ կար, եւ անձնական, եւ գործնական, կա նաեւ առողջական խնդիրներ, սիդանոթային համակարգի հետ կապված։ Հովանես Նայրա, ունեք մեկ երեխա, երկրորդ երեխա կլինի, թե ոչ։ Հովանես Նայրա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հովանեսի եւ Նայրայի համար։ Երկրորդ երեխա կլինի, թե ոչ։ Սիրելի Հովանես, սիրելի Նայրա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, սիրային մագիա կա ձեր ընտանիքի վրա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որովհետև այս նեգատիվը կարող է եւ խնդիրներ առաջացնի ձեր ընտանեկան հարաբերությունների հետ կապված։ Սա նաեւ փակելու է ձեր երեխա ունենալու հնարավորությունը, փակում է ձեր անձնական երջանկությունը նույնպես, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից մաքրվեք, որպեսզի լավ երեխա լինի, որպեսզի ձեր, գիտեք ինչ, որպեսզի չկանգնեք կոտրված տաշտագի առաջ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է երկրորդ երեխա ունենալու հնարավորությունը։ Արմինե 29 տարեկան, անձնական։ Արմինե 29 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են, եթե պրոբլեմներ կա, դուք այդ պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս, հաջողություններ, հնարավորություններ եւ ելքեր։ Հերմինե 39 տարեկան, ապագա։ Հերմինե 39 տարեկան, ապագա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Սիրելի Հերմինե,
Հաջողություն է ցույց տալիս, երազանքների նպատակների կատարում է ցույց տալիս, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի թերմին է, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է, եթե նույնիսկ կա խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի թերմին է, ձեր կյանքի մեջ հաջողություն է մտնում, ձեր կյանքի մեջ հաջողություն է մտնում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր տվերներին։ Բարև ձեզ, здравствуйте, здравствуйте։ Բարև ձեզ։ Արթուր 36 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 36 տարեկան անձնական։ Սիրելի Արթուր, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության, երջանկության ժամանակահատված, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվում է, ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողության ժամանակահատված։ Բարև ձեզ, Միրտատ 67 տարեկան, Միրտատ 67 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միրտատի համար, Միրտատ, սիրելի Միրտատ, ցույց է տալիս, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է մտնելու, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, գիտեք ինչ, եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս, տիեզերքը ձեզ մեծ հնարավորություն է տալիս, սիրելի Միրտատ, որ դուք կարողանաք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվել, հաջողություն է մտնում ձեր կյանքի մեջ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Հասմիկ 46 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար, Հասմիկ 46 տարեկան անձնական, Հասմիկ 46 տարեկան անձնական, Սիրելի Հասմիկ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, շատ մեծ երազանք ունեք, սիրելի Հասմիկ, ձեր այդ երազանքը կատարվելու է։ Ալիկ 23 տարեկան անձնական, Ալիկ 23 տարեկան անձնական, Սիրելի Ալիկ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ալիկ, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է։ Շուշան 26 տարեկան անձնական, Շուշան 26 տարեկան անձնական,
Կա խնդիրներ սիրելի Շուշան ձեր անձնական ոլորտում։ Սիրելի Շուշան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը ամբողջովին փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Շուշան, եւ կլինի անձնական, քանի այս նեգատիվը կա, անձնական դժվարություններ կա եւ ֆինանսական խնդիրներ նույնպես կառաջանա։ Թուղթուգիր եւ անեծք կա ձեր վրա, սիրելի Շուշան, փակված է ձեր եւ անձնականը եւ գործնականը։ Հասմիկ 46 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 46 տարեկան, առողջական։ Սիրելի Հասմիկ, եթե կան նույնիսկ առողջական խնդիրներ, կա նաև առողջացում ապակինում, ցույց է տալիս առողջացում, ցույց է տալիս լավացում, առողջացում է ցույց տալիս սիրելի Հասմիկ, բարև ձեզ, եւ Քրիստինե, երբ կամուսնանան, Գագիկ եւ Քրիստինե, երբ կամուսնանան, Գագիկ Քրիստինե, Ընդհանրապես կամուսնանան, Գագիկ Քրիստինե կամուսնանան եւ շատ մոտ ժամանակահատվածում կլինի ամուսնություն։ Բարև ձեզ։ Մայրյամ 22 տարեկան, անձնական։ Մայրյամ 22 տարեկան, անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Դուք էլ լավ ճոգել եք, դուք էլ լավ հասկացել եք, որ ձեր անձնականի վրա կա նեգատիվ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Մայրան, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն, նոր կլինի անձնական երջանկություն։ Հասմիկ 46 տարեկան, կամուսնանաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 46 տարեկան։ Այո, դուք կամուսնանաք, սիրելի Հասմիկ։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կկատարվեն։ Այո, դուք կամուսնանաք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի Հասմիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելիներս։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի համար, ձեր լավ բարի մեկնաբանությունների համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով դուք ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Марине, 32. Посмотрим, что говорит Всевышний для Марине. Марине, 32. Дорогая Марине, у вас есть болезни, но
но это непростое болезнь. Это болезнь от негатива, от порчи, от проклятия. Чтобы вы избавились от болезни, чтобы лечение было нормальное, чтобы лечение вам давало, вы вышли из этой болезненной ситуации, вам надо вместе с лечебной процедурой делать чистку. Надо, чтобы из этой порчи, из этого негатива выйти. Чтобы у вас все было нормально, дорогая, вы должны делать чистку. Обращайтесь к экстрасенсу, пусть посмотрит, пусть делает чистку, чтобы лечебная процедура на вас влияли 100%. Пока есть эта порча, это проклятие, лечебные процедуры вам не помогают. Проблемы на вашем здоровье – это причина этого негатив, порча или проклятие. Обращайтесь к экстрасенсу, пусть делает чистку. Բարևձեզ։ Մարինա 50 տարեկան գործնական։ Մարինա 50 տարեկան գործնական։ Սիրելի Մարինա, ձեր գործնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա ձեր գործնական ֆինանսական ոլորտում, այդ խնդիրներից դուք դուրս եք գալիս, այդ խնդիրներից դուք ձերբազատվում եք։ Եթե խնդիրներ կա, այդ խնդիրներից ազատվում եք։ Հասմիկ 38 տարեկան անձնական։ Հասմիկ 38 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 38 տարեկան անձնական։ Սիրելի Հասմիկ, ձեր անձնական ոլորտում կա թուղթուգիր, կա նեգատիվ, կա անեզք, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս անեզքն ու թուղթուգիրը ձեր վրայից մաքրեք, սիրելի Հասմիկ, որպեսզի լինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, ձեր կյանքի մեջ հաջողություն չկա։ Արմինկա 19 տարեկան անձնական։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Արմինկա 19 տարեկան անձնական։ Սիրելի Արմինկա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ընդհանրապես ձեր կյանքի բոլոր ոլորտներում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում։ Էմիլիա 25 տարեկան անձնական։ Էմիլիա 25 տարեկան անձնական։ Սիրելի Էմիլիա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում։ Ինչ երազանք, նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են, սիրելի Էլմիրա։ Բարևձեզ, բարևձեզ։ Մար 42 տարեկան անձնական։ Մար 42 տարեկան անձնական։
Սիրելի մարդ, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական, եւ գործնական ոլորտում։ Սիրելի մարդ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր եւ անձնականը, փակված է ձեր ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձերբազատվեք այս նեգատիվից եւ կլինի անձնական հաջողություն, կլինի երջանկություն, փակված է ձեր հաջողությունը, սիրելի մարդ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Թինա 32 տարեկան անձնական։ Թինա 32 տարեկան անձնական։ Սիրելի Թինա, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում։ Ճիշտ է, խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, բայց դուք այդ խնդիրներից հաղթահարելով դուրս եք գալիս։ Դժվարությունը, պրոբլեմը թողնում եք անցյալում եւ ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատվածը։ Հաջողություն է ցույց տալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Էսմինա 18 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում դիեզերքս մեր սիրելի Էսմինայի համար։ Էսմինա 18 տարեկան, անձնական։ Սիրելի Էսմինա, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Երջանկություն է ցույց տալիս, սիրելի Էսմինա։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ ֆինանսական, եւ գործնական։ Մարտին Մայրամ, կամուսնանան թե ոչ։ Մարտին Մայրամ, կամուսնանան թե ոչ։ Տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Մարտինի Մայրամի համար։ Այո, կամուսնանաք, այո, կամուսնանաք, սիրելի Մարտին, սիրելի Մայրամ, կամուսնանաք։ Կակիկ 26 տարեկան ֆինանսական։ Կակիկ 26 տարեկան ֆինանսական։ Սիրելի Կակիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով կա ֆինանսական խնդիրներ, կա ֆինանսական պրոբլեմներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Կակիկ, նոր կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում։ Ամբողջովին ձեր վրա նեգատիվ է, դրա պատճառով է ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են։ Ինչի ձեր եք տալիս, քանդվում է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի համար, շնորհակալ եմ ձեր սրտիկների համար։ Միացեք, գրանցվեք իմ ալիքներին, սիրելիներս։ Մելինե 19 տարեկան անձնական։ Մելինե 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Մելինե,
Սիրելի Մելինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվում են, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, որոշակի հետևակի ժամանակ է ցույց տալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Գրանցվեք իմ ալիքներին, գրանցվեք իմ տիկտոկյան ալիքներին, նման ձևով դուք ձեր շնորհակալությունը հայտնում եք սիրելիներս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գայանե 33 տարեկան ընդհանուր։ Գայանե 33 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Գայանե։ Ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ, սիրելի Գայանե, եւ անձնական, եւ գործնական, ամեն ինչ փակված է, լրիվ կանգնած եք փակուղու խնդիրների առաջ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ կլինի հաջողություն։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները խնդիրների մեջ են, փակված է հաջողությունը։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Իրինա 53 տարեկան անձնական։ Իրինա 53 տարեկան անձնական։ Սիրելի Իրինա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Արթուր 41 տարեկան գործնական։ Արթուր 41 տարեկան գործնական։ Սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով եւ ֆինանսականն է փակված, եւ անձնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, կլինի եւ անձնական, կլինի եւ ֆինանսական։ Փակված է ձեր կյանքի բոլոր ոլորտները, սիրելի Արթուր։ Դիմեք էքստրասենսի, թող մաքրման գործողություն կատարի, որպեսզի ձեր կյանքի մեջ մտնի ուրախություն ու երջանկություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը հայտնեք։ Գրեք ինչն է ձեզ հետաքրքրում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ալբերտ 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալբերտի համար։
Ալբերտ 43 տարեկան անձնական Սիրելի Ալբերտի վրա կա թուղթուգիր, Ալբերտի վրա կա անեսք, փակված է անձնականը, կա ֆինանսական խնդիրներ, Ալբերտի վրա կա մագիա, կա խարտանք, կա թուղթուգիր, կա անեսք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի Ալբերտի կյանքի մեջ մտնի հաջողություն, փակված է Ալբերտի մոտ ամեն ինչ։ Սարգիս 19 տարեկան անձնական Սարգիս 19 տարեկան անձնական Սիրելի Սարգիս, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, եթե ունեք հորշկուրներ, եթե ունեք հորեղբայրներ, դուք լավ էլ տեսնում եք, որ այդ ազգի մեջ կա խնդիրներ, ձեր այս նեգատիվը ձեր վրա, ձեր հայրական ազգի հետ է կապված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Սիրելի Սարգիս, եթե չմաքրվեք ընդհակառակը ժամանակ կկորցնեք եւ կկանգնեք կոտրած տաշտակի առաջ։ Անդրանիկ 56 տարեկան ֆինանսական Անդրանիկ 56 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անդրանիկի համար Անդրանիկ 56 տարեկան ֆինանսական Սիրելի Անդրանիկ եթե կա նույնիսկ ֆինանսական խնդիրներ, դուք այդ ֆինանսական խնդիրներից հաջողությամբ դուրս եք գալիս հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ Սարգիս Մելինե կմիանան թե ոչ Սարգիս Մելինե կմիանան թե ոչ Սիրելի Սարգիս, սիրելի Մելինե, չեք միանա, որովհետև կա թուղթուգիր, կա անեսք, հնարավոր է և Մելինեի վրա, հնարավոր է և Սարգիսի վրա, դրա պատճառով միություն չի լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Սարգիս, սիրելի Մելինե, այս նեգատիվից ձերբազատվեք, որպեսզի եթե իրար հետ էլ չեք կարողանում ձեր հարաբերությունը կարգավորել, անհատական ձեզանից յուրաքանչյուրը կարողանա իր անձնական երջանկությունը գտնի, որովհետև այս նեգատիվը ոչ միայն չի թույլ տա, որ դուք իրար հետ լինեք, միանաք, ամուսնանաք, նաև այս նեգատիվը կկավի ձեր անձնական երջանկության ճանապարհը և Սարգիսի և Միլենայի մոտ չի թողնի, որ ձեր անձնական կյանքը դասավորվի։ Ժանետ 24 տարեկան անձնական Ժանետ 24 տարեկան անձնական Սիրելի Ժանետ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում, եթե խնդիրներ ու պրոբլեմներ էլ կա, սիրելի Ժանետ, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անիգոր, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի և Գորի համար։ Անի Գոր Սիրելի Անի, սիրելի Գոր, ինչ երազանք նպատակներ որ ունեք, դրանք կատարվում են։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, աստվածային ուժերի ձեռքով դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, երազանքների, նպատակների կատարում է ցույց տալիս։ Կարինե 37 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։
Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով փակված է ձեր անձնականը, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Կարինե, կլինի եւ անձնական, կլինի եւ երջանկություն, կլինի եւ հաջողություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, գրանցվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաեւ օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Սիրելիներս, այսօր ցանկանում եմ իմ ուղիղ եթերը ավարտել, վաղը նորից ժամը 2-ին մտնելու եմ ուղիղ եթեր, ում կարողացա պատասխանել, ում եմ որ չկարողացա պատասխանել, վաղը նորից այս ժամին մտնում եմ ուղիղ եթեր, ձեր հարցերին նույնպես կպատասխանեմ։ Գրանցվեք իմ ալիքներին։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սուսաննա, 19 տարեկան։ Սուսաննա, 19 տարեկան։ Սիրելի Սուսաննա, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա անեզք, փակված է ձեր անձնականը, փակված է ձեր գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեզն ու թուղթուգիրը ձեր վրայից մաքրեք, կլինի հաջողություն, կլինի անձնական երջանկություն։ Ամալիա, 34 տարեկան։ Մեր սիրելի Ամալիային էլ նայենք ու ավարտենք։ Ամալիա, 34 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Ամալիա։ Սիրելի Ամալիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, եւ անձնական դեպակված, եւ ֆինանսական դեպակված, խնդիրների մեջ եք, անընդհատ խնդիրներ, անընդհատ պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանկը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն, սա փակված է, սիրելի Ամալիա։
այս կանը սիրելիներս գրանցվեք իմ ալիքներին, այս կանը սիրելիներս վաղը նորից մտնելու եմ ու ետեր միացեք ձեր բոլորի հարցերին կպատասխանեմ։ Հաջողություն, ստեսություն։